Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Եթե դուք գերազանց տիրապետում եք անգլերեն լեզվին եւ ամեն կերպ դա ուզում եք ցույց տալ, ապա պարտադիր չէ ամեն անգամ BMW մագնիշի մեքենային ասել BMW։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Ինչպես միշտ 5-շաբթի երեկոյան ժամը 22:30 դուք նստում եք հեռուստացույցների առաջ, որպեսզի տեսնեք թե ով է լինելու այսօրվա մեր հաղորդման հյուրը։ Ասեմ, որ քիչ անց իհարկե կիմանաք թե ով է լինելու այսօրվա մեր հյուրը, հրաշալի մի անձնավորություն եւ համոզված եմ շատ հաճելի հարցազրույց կունենանք, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ դուք այս պայն դիտում եք մեզ, մենք այս պայն ոնց որ ասած սկսում ենք։ Այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա 911 Detox Center այն կազմակերպությունն է, որը կօգնի ձեզ այս հարցում։ Մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են եւ շատ մարդկանց օգնել եւ վերադարձրել են լիարժեք կյանքի, այնպես որ 911 Detox Center-ի խնդիրը վնասակար սովորությունների խնդիրը լուծված է։ Հեռախոսահամարն է 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, դա առողջարան է, սա պարզապես համալիր չէ, որովհետև այստեղ դուք գալիս եք շատ լավ ժամանակ եք անցկացնում եւ ամենակարևորը օգտվում եք լողավազաններից տաք հանքային ջրով։ Հիշում եք մեր տաք ջուրը, Հայաստանի տաք ջուրը, այստեղ էլ է ամեն ինչը կա։ Դրա համար պետք չէ գնալ Հայաստան, հասնել ջերմուկ, հասնել հանքավան, որ այդ տաք ջուրը օգտվել։ Գնում եք Lido Palms Resort and Spa, տաք հանքային ջրով լողավազաններից օգտվում եք։ Եվ հեռախոսահամարն է 760 329 6033։ Եվ սիրելի հեռուստադիտողներ, շատ արագ ընթերցեմ այսօրվա մեր նորությունները ընդգրկված եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում առյուծը հարձակվել է տղամարդու վրա։ Եվ իրոք շատ զարմանալի է, ինչ գործ ունի Քենիայի մայրաքաղաքի կենտրոնում տղամարդ։ Ռուսաստանում հարսնացուն ծեծել է փեսացուն եւ փախել հարսանիքից։ Եթե պատկերացնում եք նման բան մեզ մոտ լիներ, ապա ինչ կլիներ։ Հարսնացուն կփախներ, հետո փեսացուն ծեծել կտար։ Այսքանն են մեր նորությունները, ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է հաղորդավար, պրոդյուսեր, խոհարար եւ իմ շատ լավ ընկեր Արտավազդ Ամիրյանը։ Արտո ջան, բարի երեկո, Արմեն։ Շնորհակալ եմ քեզ հրավերքս չմերժելու համար, գիտեմ որքան ծանրաբեռնված իհարկե աշխատանք է օրվա ընթացքում աշխատում ես, բայց այսօր միասին կանցկացնենք մեր երեկոն։ Մեծ սիրով։ Արտո ջան, ես իհարկե հիմա կասեմ այնինչ պրակտիկապես քեզ ասում են բոլորը, երբ գնում ես ինչ-որ հաղորդման հյուր, չէ՞։ Միշտ դու ես կանչում ես այսինքն ոչ դու երևի լսել ես, չեմ, տարիների ընթացքում ինչքան լսած կլինես, դու երբ որ գնում ես ինչ-որ հաղորդման հյուր, չէ՞։ Բայց ես էլ դա այդպես շատ։ Աջան, մեզ մոտ սովորաբար առավոտվա, հիմա մի փոքր անսովոր է ինձ մոտ
երեկոյան եթերում լինել, բայց շատ հաճելի է Արմեն ջան քեզ մոտ հյուրընկալվել։ Ինձ նույնպես, գիտես, միշտ մեր հաղորդման սկզբում այդ հարցը պարտադիր տալիս եմ մեր հյուրերին, տաղանդը, հա, նու տվյալ պարագայում, եթե երգիչ է, հաղորդավար կամ դերասան, ով է գտել այդ տաղանդը, այսինքն։ Նու իհարկե քո դեպքում հաղորդավարությունը եղավ ավելի ուշ, ես օրինակ իմ շրջապատում կամ պրակտիկապես չեմ տեսել մի մարդ, ով վայ, ես իմ երեխեն ուզում եմ հաղորդավար դառնալ, որտեղ պետք է բժիշկ, դերասան կամ չգիտեմ ինչ կամ, բայց այնուամենայնիվ այդ քո դերասանական, այդ հաղորդավարական, ով է գտել այդ ամենը։ Ես ճիշտն ասած, ոնց որ բոլորը, ինչպես նշեցիր, եւս բժիշկ պիտի դառնայի։ Այո։ Այո, եւ այդ հայրիկիս ցանկությունն է շատ ուզում էր որ դառնայի բժիշկ, որ մեր ազգում որևէ մեկը լինի բժիշկ ու այդպես բժշկական գենը շարունակվի։ Դե, բայց ես ընդհանրապես բժշկության հետ կապ չունեմ, Արմեն ջան, ես այն ժամանակ 8-րդ դասարանից սկսած դպրոցում սկսվեց ուրախների հնամիտների ակումբը, դպրոցական լիգան, այո, այդտեղից սկսվեց իմ բեմը, սերը հանդեպ բեմը։ Այո, ես գիտեմ, որ այդ դու սկսեցիր ի դեպ Գավենից, դա մեր հեռուստադիտողներով չգիտի ասեմ, որ Արտավազդը նույնպես այդ ամենի հետ կապ ունի եւ եթե չեմ սխալվում, խումբը կոչվում էր Սիլաչի։ Այո, շատ լավ։ Սիլաչի տես, հիմա Սիլաչի ինչ է։ Նախ ես ուզում եմ ասել, որ միասին մենք իհարկե շատ այսպես ընդհանուր բան ունենք, մենք խոսենք դրա մասին, խոսքը նաեւ բժշկության մասին։ Մենք հարևաններ ենք թաղամասերի, որովհետեւ Արտավազդը ապրում էր Սիլաչի թաղամասում, ես մի քիչ կողք, Սարաջով։ Սարաջով, Սիլաչին ու Սարաջով։ Աջա Սիլաչի ինքը թաղամասի անունով էր կոչում, թե եւ թաղամասի եւ ուժեղները ինչպես այսպես Սիլաչի էլի։ Սիլաչի, հա, որովհետեւ ինքը դու գիտես, չէ, երևի թե որ այդ Սիլաչին առասարակ դա արեստավորն է, այսինքն ինքը Շիլաչի է, ոչ թե Շիլաչի է, այսինքն թաղամասը։ Հետո փոխվել է Սիլաչի, հա։ Այո, մի խոսքով մեր շատ սիրելի Արտոն նույնպես իհարկե կապ ունի։ Ինչու թողեցիր Կավենը։ Դուք այնտեղ ես հիշում եմ մինչև եզրափակիչ խաղացինք, այդ պոլուֆինալ ասվածներ, կիսաեզրափակիչ։ Այսինքն չէ, եզրափակիչ հասանք եւ երկրորդ տեղը գրավեցինք։ Առաջին տեղը չեմ հիշում որ թիմներ եւ եթե չեմ սխալվում, Արմեն ջան, դու էլ եղել ես ժյուրիի կազմում շատ հաճախ։ Ես ժյուրի եղել եմ շատ եւ ես հիշում եմ, գիտես ինչն եմ հիշում, ես հիշում եմ որ եզրափակիչը ես վարել եմ։ Այո, օպերայի բալետի։ Օ, ճիշտ է։ Ես հիշում եւ ժյուրի միջև է տեղել եմ եւ այնտեղից ասեմ քեզ նույնպես շատ հետաքրքիր տաղանդավոր Յուրան Մերիգիթխանյան, հետո ճիշտն ասած տղաներ կային ովքեր հետո ես տեսել եմ սերիալներում էին խաղում էլի դերասաններ, չեմ ճանաչողները չեմ հիշում, բայց մեր Յուրան շատ լավ մեր ընկեր է։ Յուրան Տրիտալստիկա խումբ կար, այդտեղից է։ Մի խոսքով այդ ուրախների հնարավորությունների ակումբում մասնակցեցի, սերը հանդեպ բեմը առաջացավ, բայց այդ ընթացքում պարապում էի քիմիա, կենսաբանություն, մեկ էլ ֆիզիկա, որ ընդունվեի բժշկական համալսարան, բավական երկար ժամանակ պարապեցի, այսպես ասած ներդրում արվեց իմ մասնավոր պարապմունքների վրա, բայց ի վերջո եկավ այդ թղթերը հանձնելու պահ, որ պիտի կամ բժշկական համալսարան կամ կուլտուրայի ֆակուլտետ մանկավարժական համալսարանի նստած էինք տանը ազգովի, իսկ մենք այդպիսի այդպես հարցերը միշտ սիրում ենք ընտանեկան բանենք, մեր ընտանիքն էր ու հորեղբորս ընտանիքը, դե Արմենին Ջեն ողջունելս, այո, Արմեն Համերյանին, այո։ Բոլորը գիտեն, որ ինքը այդպես հեռուստատեսային մեծ պատմություն ունի ու հիմքերում է կանգնած հեռուստատեսության, մեր հայկական։ Մի խոսքով, այդպես նստած խոսում էինք, ասեց Արտավազ ջան, տղա ջան, դու բժիշկ ես ուզում դառնալ, թե ավելի հաղորդավար։ Դե ասեցի ճիշտն ասած, օպա ջան, հաղորդավար, բայց նայում եմ պապային, զգում եմ պապան հենց ատամները կրճացնում, ասեց նայ, լավ մտածի, եթե պիտի դառնաս բժիշկ, պիտի լինես լավագույն բժիշկներից, եթե չէ, ավելի լավ է դառնաս հաղորդավար եւ ես այդ հարցում քեզ կօգնեմ։ Ես այդ պահին միանգամից այսպես որոշում կայացրեցի, որ չէ, ես պիտի գնամ հեռուստատեսության ճանապարհով, բեմի, այդպես հանդիսավարության
ու միանգամից կտրուկ որոշումս փոխեցի։ Էլ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկան փակեցի դրեցի մի կողմ, միանգամից մանկավարժական համալսարան, կուլտուրայի ֆակուլտետ, կինո օպերատորության բաժին։ Այդ դա միջև այդ խոսանք Արտո ջան, ես ուզում եմ անպայման մենք էլի մի քիչ հետ գանք, անդառնանք այդ տարիներին, որ դու պարապում էիր։ Դե դա այն տարիներն են, մեր մութ տարիներն են, չէ՞։ Բայց ես ուզում եմ փոքրիկ գաղտնիք բացեմ, ուրեմն այդ թվականներին այդ ձեր թաղամասում միշտ լույս կար։ Մեր թաղամասում, որը կողքն էր գտնվում, մենք նայում ենք այդ թաղամասում միշտ լույս կար, բայց մեր մոտ լույս չկար։ Իսկ թե ինչու լույս կար, մենք դա մնա գաղտնիք, հասկացողները կհասկանան, թե մեր թաղամասում մեր ինչու, այո, Սիլասի ովքեր էին ապրում։ Այո, միշտ լույս, իսկ կողքից առաջով թաղամասում լույս չկար։ Այդ ես չեմ հիշում, բայց Արմենը։ Հա, ես շատ լավ եմ հիշում, որովհետև միշտ մեր բալկոնից երբ որ նայում ենք, հա դե ինքը փաստորեն գումի այս կողքը մեր շենքներ, այս կողմը փաստորեն ձերներ են, 5 հարգանի, եւ փաստորեն դու հասկանում ես այդ մութ տարիներ լույս չկա, բան չկա, նայում ես մեկից թողամասը 24 ժամ լսում ես։ Նախանձով չէ՞ բեզ։ Չէ, դե իհարկե մենք ունենք լեվ։ Այդ բոլորը ունենք։ Իդեպ ես մի քիչ ուզում եմ նաև անդրադառնամ, որ այդ պարապում էր, հիշում ես այն ժամանակ, ինչու ես ասեցի ընդհանուր բանկա, որովհետև դու նույն բանով ես է ճիշտ ասած անցել, երբ որ մերոնք ուզում էին էլի նույնպես որպեսի բժիշկ դառնայի։ Ես այն ժամանակ 8-րդ դասարանում մի քիչ աշխատել եմ հիվանդանոցում որպես սանիտար։ Այսինքն կար պրակտիկա։ Այո։ Հա, այսինքն 8-րդ դասարանում 8-ից հետո արդեն ինքը որպեսի հետո դու որ ընդունվես, ունենաս դու քեզ դրույթ բնականաբար այն չի որ մի քիչ որովհետև երբ որ դու արդեն պետք է ընդունվեր բժշկական ինստիտուտ, այդ ստաժը, հա, ինքը որոշակի առումով քեզ տալիս էր պլյուս։ Դա դրան չէ, գործը չասա։ Չեմ հասել դրան, չէ։ Շատ լավ։ Բայց դու բժշկականը չես ավարտել։ Չէ, ես ավարտել եմ Բրյուսով։ Բրյուսովը, հա։ Ես ավարտել եմ Բրյուսով ինստիտուտը։ Դե բժիշկ ես կարող եմ ասել ինչու բժիշկ չդառա, որովհետև ինձ մի քիչ։ Իդեպ դու ո՞ր մասնագիտություններ ուզում բժիշկ։ Ատամնաբույժ։ Ատամնաբույժ։ Չէ, ես ավելի էսպես ուզում էի վիրաբույժ։ Բայց ունեմ խնդիր կտրտելու հետ կապված։ Օրմեն ես էլ ես ընդհանրապես։ Ես դրա համար, այսինքն եթե հիմա օրինակ, եթե հանկարծ պետք լինի ինչ-որ սրսկել, ներողություն սիրելի հեռուստադիտողներ, բայց ես չեմ կարող սրսկել։ Ես կարամ վատ ձևի սրսկեմ, ասեմ, գիտես ինչ կա ուզում։ Այդտեն սրսկեմ, սիրով։ Մեծ սիրով, խոսքով։ Բայց ասեղով չէ, շատ չէ, ես էլ չկամ այդ հարցում ընդհանրապես։ Արտո ջան, դե արի հիմա փաստորեն կինոօպերատորություն, այնչու որովհետև տես հիմա փաստորեն հորեղբայրը ասեց հաղորդավար կամ բժիշկ։ Ну թողեցինք իհարկե բժիշկը, դու հաղորդավար, բայց ինչու հեռուստաօպերատորություն, ոչ թե հաղորդավար։ Հիմա շատ անկեղծ ասեմ, նախ հեռուստահաղորդավարական այդպես բան չկար, բաժին չկար, մանկավարժական համալսարանում կար ռեժիսուրա, կար օպերատորություն եւ եթե շատ անկեղծ լինեմ, ինձ համար այդ պահին բացարձակ նշանակություն չուներ, թե որ բաժինը մենակ բժշկականը չլինի, մանկավարժական համալսարանի այդ ժամանակ կինոօպերատորության բաժնում կար ազատ բան տեղ ավելի շուտ, հա, ես այդտեղ դիմեցի։ Հա, այդպես պարզապես։ Հա, պարզապես, արագ որ ընդունվեմ այդ ժանրի, այդ բանի ոլորտ եւ ընդունվեցի փաստորեն լավագույն կինոօպերատորներից մեկի լեգենդար Ալբերտ Յավուրյանի կուրս, սովորեցի 5 տարի, այնտեղ մագիստրատուրան մեջներ միայն։ Հա, սովորել ես այդպես լավ։ Հա, լավ սովորել եմ, լավ տիրապետել եմ, սկսել ենք այդ Զենիթ ապարատներով, հետո արդեն ժամանակակից լուսանկարչական ապարատներին ու բայց զուգահեռ աշխատում էի արդեն հեռուստատեսություն 2001 թվականից այո այո եւ այնտեղ այսինքն դու որպես հաղորդավար թե հա միանգամից հեղինակային հաղորդում սկսեցինք սկզբից կոչվում էր մինչև 18 եւ ավելի։ Հիշում ես ռուսական կար մինչև 16։ 16, հա, до 16-ի ստարշը։ Մենք որոշեցինք մինչև 18 եւ ավելի, 3 ընկերով, նույն համալսարանից, 3 ընկերներով այդ ստեղծեցինք այդ հաղորդումը, այն ժամանակ 2001 թվականին բացվեց Արմենակոպ հեռուստաընկերությունը ու հենց դե Արմենակոպից էլ սկսեցինք մեր գործունեությունը, հա։
Եվ հետո արդեն դա քանի տարի տևեց, ահագին փաստորեն մի բավական երկար, մի 4 տարի, եթե չեմ սխալվում, 5 տարի այդ հաղորդումը, դրանից հետո ես առանձին իմ հաղորդումը արեցի 1 օրը 30 րոպեում, դա անդրադառնում էի հայտնի մարդկանց 1 օրը նկարահանում էի, էլի բարդ բան էր, բայց 30 րոպեում մոնտաժ արած ներկայացնում ենք։ Դրանից հետո արդեն Արմենիա հեռուստաընկերություն մի քանի պրոյեկտներով, հետո Երկիր մեդիա հեռուստաընկերություն, հետո արդեն այստեղ ու այդ ընթացքում մշակութային տարբեր։ Մի խոսքով, այսինքն բուրըն ժամանակահատված էր, երբ որ դու հեռուստատեսության մեջ եւ հետո արդեն տեղափոխում Միացյալ Նահանգներ, դա երբ էր արդեն 2016 թվականին։ Դե արդեն մոտ 10 տարի, համարյա 10 տարի, բայց շարագա չէ թռնում ժամանակը։ Հատկապես այստեղ Արմեն։ Հա, այստեղ շատ արագա, որովհետեւ պրակտիկապես շատ արագ է։ Չենք կարողանում հասկանանք, հաշվենք տարիները։ Դե արա սրա գիտես կյանք էս վերջին ժամանակաշրջանում այնքան արագ է անցնում երևի, բայց նաև կախված է գիտես ինչից, նաև երևի մեզանից էլ է կախված, որովհետև մեր զբաղվածությունը շատ է, մենք պետք է պարապ լինենք, որ պարամարտը համար։ Մեկ-մեկ ասում են Հայաստանում այդպես չի ձեր մոտի նման, մենք երեկոյան 9-ից հետո դուրս են գալիս սրճարաններ մինչև 12-1 ասում եմ, որովհետև դուք օրվա ընթացքում էլ բան չեք անում, ախր այդքան շատ որ հոգ։ Դե հետո տես ինքը տես ամենայն դեպս նաև ուշ է սկսում մի քիչ առավոտյան կյանք, հա, Երևանում։ Ես օրինակ մայիսին Երևան էի, երբ որ մայիսին Երևանում էի, առավոտ ժամը 8-ից հանդիպում, ժամանակը շատ սուղ էր, ընկերներից մեկի հետ առավոտյան 8-ին ասի արի հանդիպենք, մի հատ սուրճ խմենք, հետո գնամ գործը, որ հասնեմ։ Հիմա առավոտ 8-ին հանդիպել եմ, չգիտենք որտեղ սուրճ խմենք, որտեղ պագաս։ Լավ էլի, կյանքը ուշ է։ Դե ժամը 5:30-ից արդեն այսինքն։ Հա, բա իհարկե։ 5:30-ից իհարկե մի քիչ էլ շուտ վերջանում, հա։ Հա։ Չնայած նայած որտեղ կա։ Ես այնտեղ Հայաստանում վերջին տարիներին գալուց առաջ աշխատում էի քաղաքապետարանում, Երևանի քաղաքապետարանում մշակույթի բաժնում, վարչությունը։ Էլի առավոտյան շուտ էի արթնանում։ Ու իմ մոտ դա դարձավ սովորություն, մինչև այսօր ես առավոտյան ժամը 6-ին արդեն արթնացած եմ։ Դե ուսում ավելի ճիշտ է առավոտյան, որովհետև ավելի թարմ է, ավելի ուղեղը թարմ է։ Իհարկե, հետո ամբողջ օրը ճիշտ գրաֆիկով գնում է։ Ունը չեմ պատկերացնում, ոնց կլինի մինչև 11-ը, 12-ը հետո արթնանալ, այտենց ոնց որ օրը տկորի։ Իհարկե։ Դու էլ ես քեզ մեղադրում, էլի ասում։ Համաձայն եմ։ Արտո ջան, եւ տեղափոխում իհարկե Միացյալ Նահանգներ, այստեղ իհարկե սկսեցիր արդեն շարունակել քո գործունեությունը, նույնպես հաղորդումվա եւ իհարկե ես ուզում եմ մի երկու ճյուղերին, հա, անդրադառնանք, որովհետև դե իհարկե հեռուստատեսություն, որպես քեզ հաղորդար բոլորը շատ լավ ճանաչում են, շատ լավ գիտեն, այն մյուս ճյուղերի մասն է իհարկե լավ գիտեն, բայց նաև այստեղ սկսվեց թե Հայաստանում տարբեր միջոցառումներ անցկացնելը, վարելը որպես հանդիսավար, որովհետև էլի շատ սիրված, շատ պահանջված, դա այնտեղ էր թե այստեղից սկսեց։ Այստեղից, որովհետև այնտեղ հա ես այնտեղ հիմնականում բաներին, պետական նշանակության միջոցառումներ էին, դա կլիներ քաղաքապետարանի միջոցառումները, դա կլիներ ինչ որ կառավարական, հանդիսավոր միջոցառումներ, բայց բանի հարսանեկան, այսպես ասած, կամ այլ խնջույքի փորձ չի եղել։ Եկանք այստեղ ու այստեղ սկսվեց այդ ճանապարհը, որովհետև դե գիտես, Արմեն ջան, ուզես չուզես, ինչ որ մի բան պիտի միտեղ։ Այո, չէ, դե գիտես, որ եթե լավ ստացվում է, իսկ ես լավ ստացվում է, ինչու ոչ, որովհետև դա ուրիշ հարց, որ ամեն մեկը փորձում է անել, բայց ավելի լավ է չանել, օրինակ։ Դե միանշանակ, հա։ Բայց դրա հետ մեկտեղ իհարկե, այսպես հաղորդավար, հեռուստատեսություն, տարբեր հարցանցներ, բուրըն գործունեություն եւ արի ու տես նոր ուղին սկսվեց։ Մեր Արտավազդ Ամիրյանը արդեն դարձավ շատ այսպես ճանաչված խոհարար։ Այդ դա մի հատ միտքը կասես ոնց ստացվեց, ինչ եւ մի քիչ խոսենք այդ ամենի մասին, որովհետեւ տես, սովորաբար գաղտնիք չէ, որ պրակտիկապես բոլոր հեռուստատեսություններում կան հաղորդումներ, երբ ինչ որ մի խոհարարը, հա, խոհանոց հյուրը գալիս է քո դեպքում, դա ոչ մի կապ չունի իհարկե հեռուստատեսության հետ, եւ դու ինքդ ես պատրաստում, դու ինքդ ես անում, այսինքն ոնց գաղափարը այսինքն եղավ, որովհետև նա պետքա նախ կարողանաս այդ ամենը սարքես։ Այդ պիտի սեր ունենաս, ինձ թվում է առաջին հերթին։ Սեր լավ ոնց, այսինքն դու որոշեցիր, որ պետք է
խոսքս իհարկե մի հատ կհիշացնես, ես ուզում եմ անունը Osis Bakery։ Osis Bakery։ Osis դա Օվսաննա աղջկաս անունն է։ Այսինքն մայրիկիս անունն էլ է Օվսաննա, աղջկաս անունն էլ է առաջնեկիս անունն էլ է Օվսաննա, բայց իրեն կրճատ ասում ենք Օսի, հա, այսպես ու դարձավ Osis Bakery։ Չգիտեմ ոնց եղավ այդ, տենց շատ արագ եղավ, բայց ամեն ինչ սկսվեց տան պատրաստել տանը մեր փախլավայի պատրաստելուց եւ այդ փախլավան դարձավ այսպես ասած հիմքը մնացած բաների։ Այսինքն փախլավայից է սկսել ամեն ինչ։ Այո, ամեն ինչ սկսվել է փախլավայից։ Չնայած որ ես խոհանոցում մեծ սիրով պատրաստում էի տանը, երբ հիմնական մեր հյուրերը գալիս էին, այդ հիմնական ուտեստները, այտենց աղցան բան չէ այդքան, բայց այն հիմնական ուտեստները համեմել, բանը փռի մեջ պատրաստել, բան շատ եմ սիրել միշտ։ Այդ մի կողմ, բայց փախլավան մենք սկսեցինք առաջինը պատրաստել, այդ մայրիկս էր եկել Հայաստանից, տուրիստ ու մենք հյուր ունեինք, որոշեցինք հյուրասիրել ինչ-որ մի յուրահատուկ բան, մաման պատրաստեց այդ կլոր ձևով փախլավան, մայրիկ փախլավան ու այտենց հյուրասիրեցինք, հետո կինս ասեց, պես շատ սիրուն է, լավ գաղափար է, կարելի է արտադրել, տանից վաճառել։ Ու սկսվեց տան այդ փոքրիկ գազօջախում, մի սենյականոց տանն էինք դեռ այդ ժամանակ ապրում, երեխան մեկն էր։ Մի խոսքով սկսեցինք պատրաստել 2 հատ, 3 հատ, հետո տարա հարևանությամբ գտնվող խանութին տվեցի 3 հատ որ վաճառվի, այդ դուրս եկա խանութից մինչև հասնեի տուն, զանգեց ասեց բեր էլի, ասի չունեմ էլ, մի քանի հատ արտադրել ենք էկզեմպլար այսպես ասած ցույց տանք, տեսնենք կլինի, թե չէ ասեց շուտ բեր վաղը առավոտյան որ վաճառենք։ Ամբողջ գիշեր ես ալուր, շաքարավազման բերեցի, սկսեցինք պատրաստել 10 հատ տարա, հետո մի քանի ժամ հետո նորից այդ 10-ն էլ վաճառվեց ու այսպես սկսվեց ճանապարհը մոտ մի քանի կարճ ժամանակում մի խոսքով 15 տարբեր հայկական խանութներին ես տրամադրում էի մեր փախլավան։ Սպասի, այսինքն դու պատրաստում էիր համ կարողանում, թե տան անդամները պատրաստում էին։ Մաման, Մարիամը պատրաստում էին, ես ապրանքներն էի լրիվ բանանում եւ այդ ընթացքում խոսում էի խանութների հետ, ձեր մոտ կարող ենք վաճառել, դնենք, փորձենք, հյուրասիրում էի բան, բայց նաեւ այդ ընթացքում հյուրասիրում էի իմ հայտնի ընկերներին, երգիչ, դերասան, բան, զուտ ուղակի հյուրասիրում էի։ Իրանք էլ Instagram-ում դե գիտես, այսօր Instagram-ը շատ հայտնի է, նկարում գցում էին, ու այսպես դարձավ հայտնի շատ։ Ու տնից էլ էին գալիս տանում, որովհետև Instagram-ի էջով էլ էինք վաճառում, եւ նաեւ խանութները սկսեցին արդեն շատանալ։ Ու այդպես կարճ ժամանակում հասանք մոտավորապես 15 խանութի, ամեն խանութ մոտավորապես 2-3 օրը մեկ 10-15 հատ փախլավա էր վաճառում։ Չէ, գիտես, դե գովազդը իր հերթին իհարկե Արտո ջան, բայց այնուամենայնիվ եթե համեղ չլիներ, ինձ թվում է ոչ մի գովազդ չէր օգնես, ինքննշանակումը շատ համեղ է։ Ես ասեմ, որ մենք այսօր հյուրասիրվել ենք, այնպես որ մենք դեռ փորձել ենք, որտեղից հետո անպայման մեծ սիրով։ Այո, եւ հետո արդեն գաղափարը ծնվեց, որ ինչ որ մի տեղ, այսինքն որպես առանձին տեղ, որտեղ սրճարան, հա։ Իմ աչքը ճիշտն ասած այդ COVID-ի ժամանակներն է, շատ բարդ ժամանակներ, անկեղծ որ ասեմ, մեր փախլավաները էլ չէին վաճառվում խանութներում, ու գերադասությունը մարդիկ տալիս էին ավելի ուրիշ ապրանքներ գնելու, քան փախլավա ինչ անեն, ոչ հյուր են գնում, ոչ հյուր են ընդունում։ Ու ես այդ ընթացքում մի սրճարան կար, այդ Central Ուստակար Պոսնեի Խաչմերուկում, տեսա ու այդպես շատ դուրս եկել էր, էլի միշտ այդտեղից սուրճ էի վերցնում ու այդ հովիկի հետ սեփականատի չէ այդ խանութի խոսում էի անընդհատ հովիկ ջան ինչպես ես բանում այսպես ընկերացել էինք արդեն գնացի ցած հովիկ ջան կարող է բան անեք վաճառեք բան ասես վախվորած ասեց դե հա ասեց ես արդեն հոգնել եմ Արտավաս ջան եթե կարաս գաս ավելի նոր շունչ տաս ավելի լավ ինչ վատ է ոյ ասի շատ շնորհակալ եմ բան մի խոսքով եկանք ընդհանուր հայտարարի ու ես այտենց մտա մխրճվեցի դրա մեջ Դժվար էլի ժամանակների, որտեղ պատերազմ սկսվեց Հայաստանում 44 օրյա ցավալի պատերազմը ու էլի ոչ մեկ սիրտ չուներ գալու գնալու այդպես ես մի հատ հետաքրքիր բան մտածեցի այնտեղ ասացի ով առաջին է բացման դե բացումը չգիտես ոնց անես ոչ կարաս հանդիսավոր բացում անես ոչ կա COVID եւ պատերազմի զուգահեռ ասեցի լավ Instagram-ով հայտարարեցի ասեցի այսօր բացում ենք մեր դռները դե գիտեին արդեն եկեք գնումներ կատարեք ամբողջական հասույթը այդ օրվա կտրամադրենք հիմնադրամին այն ժամանակ հիմնադրամին երբ որ տրամադրում էիր ու տարբերակ կար կրկնապատկում էին այդ տված այդ գումարը
Մի խոսքով ընկերներից զանգեցի, բան արեցի, հավաքվեցին, եկան, գնումներ կատարեցին, նորմալ բավական գումար այդ օրը հավաքեցին, կլորիկ, տարա բանկ, կրկնապատկեցի, ուղարկեցի հիմնադրամին։ Դե հիմա ինչքանով որ կարողացանք օգտակար եղանք մենք էլ մեր հերթին, բայց դա նաև դարձավ մի առիթ, որ մարդիկ գան ծանոթ լինեն բիզնեսին, որտեվ բե հասկանալի է, բիզնեսը դու էլ վարձեր ունես վճարելու, օտարը չի գա ասի քեզ, գիտես ինչ, վարձը մի վճարի։ Այսպես սկսվեց այդ բուրըն գործունեություն, բայց շատ դժվար է, Արմեն ջան։ Դե իհարկե, հասկանալի է, պատկերացնում եմ այստեղ առհասարակ սկսել ինչ-որ բիզնես։ Ու ես մենակ նստում էի այդպես խանութում, սպասում էի որ մարդ գա ինչ որ մի բան գնի, կամ պատրաստեի, բանանեի, հետո կամած փառք Աստծո, ժողովուրդը սիրեց, եկան, գնացին, այսպես։ Դե իհարկե, այո, դե կարևորը իհարկե նախ համարձակություն որ ունեցել ես, որովհետև հետո գիտես, ես օրինակ շատ եմ նկատել հենց այստեղ բավականին հաճախ է լինում, մարդիկ սկսում են ինչ-որ բաներ պատրաստել եւ եթե համեղ է լինում, արդեն սկսում են տարածվել, մի քիչ տարածված է։ Ուղղակի այստեղ այդ քո ասած համարձակությունն է շատ կարևոր։ Հա, որովհետեւ ամեն պրակտիկապես հա, նեն չի որ փախլավան համով փախլավան իհարկե իր հերթին է, բայց փախլավա։ Հա, ես ախր այդ սրճարանը գնելուց ինձ անընդհատ խորհուրդ էին տալիս ծնողներս բան գործ չունես, բան, հետո ինչքան նորմալ է ամեն ինչ ստեղծել գործես ուզում ես գործ չունես, չի աշխատի, բան, ես էլ ինչքան գումար հավաքել էի այդ ընթացքում, դե հարսանիքներն էլ կանգնեցին, ինչքան գումար հավաքել էի, այդ գումարը դրեցի ու իմ մոտ sense մի հատ բաներ կամ այն որ նականու ասում եմ все деньги, էլի, ինչքան փող ունեիր, հա, կամ պիտի կրվեիր, կամ պիտի հաղթեիր, ну երևի թե ճանապարհը անցանք դժվար ճանապարհ էր, բայց շատ լավ է, դե ամենայն դեպս իրոք անցել ես, որովհետև աստորեն մեկը դարձավ 2, այո, եւ տա Աստված իհարկե 2-ը 3, 4-5, բայց հիմա այստեղ եսի դեպ այստեղ արդեն այցելել եմ եւ արդեն ոչ միայն քաղցրավենիք պրակտիկապես արդեն հա մեծ մենյու է, բավական մեծ մենյու է, ճաշերով, ճաշատեսակներով, տարբեր տեսակի։ Եվ դու փաստեր հետներն ես, այսինքն երբ արայ հետները նույնպես մասնակցում այդ ամենը շատ կարևոր։ Հա, ես ինքս փոխվում եմ, պատրաստվում եմ ինքս նույն խոհանոցում, հա։ Շատ լավ։ Սիրում եմ հավես է շատ։ Հա, դե իհարկե շատ լավ է, երբ որ սկսես իրաց գործ անում եւ անպայման ես կարծում եմ իհարկե դեռ շատ կբացվեն նոր Աստծո, այսպես ասած այդ քո սրճարանները ֆիրմենի ոնց որ ասած եւ կնլայվ է այդ ամենը շատ լավ Ատո ջան դե հիմա ես կցանկանամ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին մի քիչ հիմա գանք չեմ ուզում ասեմ կավենիտը բայց մի քիչ հումորին ասենք ավելի հումորային մենք մի փոքրիկ խաղ ենք անցկացնում գիտես սովորաբար երգիչների հետ լսում ենք երգի հատվածներ բառեր երգ ընդհատվում է եւ շարունակությունը ես ասում եմ 4 տարբերակ մեկը ճիշտ երեքը սխալ դերասանների հետ ֆիլմերի հատվածներ ենք նայում հիմա ճիշտ ասած հաշվի առնելով որ դու այսպես ես դեռ չբացեմ փակագծերը հա քիչ ուշ ինչու ինձ երաշտական մասը կընտրեցի կասեմ բայց պրակտիկապես այսպես այնքան էլ արտավազդին դե իհարկե որպես երգիչ չենք ընկալում այնուամենայնիվ բայց մենք երգի հատվածներ ենք լսելու հիմա նայ Արտուր ջան 3 երգի հատված ենք լսելու երգ ընդհատվելու է ես քեզ 4 տարբերակ ասել եմ 1 ճիշտ 3 սխալ փորձենք հաղթել տեսնենք ոնց կլինի Մեծ սիրով կհաղթես վաղը մյուս օր իհարկե ովքեր կան հաճախորդները կսեն տեսար այսպես այո ես իդեպ ասեմ երգերից շատ լավ եմ ոչ թե երգելուց այլ երգերից հա շատ տենց երգաճանաչ եմ երգաճանաչ ես հա բայց տես ես օրինակ դե դու որպես էլի մենք հին մարդ ենք երկուսս էլ բայց հիմա ոնց մի տեսակ երգերը նման են բոլորը ինչ է տարբերվող նույն բանն է իմ ընկերներից մեկը շատ լավ բան ասում է ոնց որ վերցրած լինեն մի երգ գրած լինեն մի ասենք 5 ժամանոց ու տենց կտրել են բոլորին բաժանում են էլի Ինչի՞ ցավա, ես չգիտեմ, մի տեսակ ինքը ոճը նույննա տիպ Ես շատ հաճախ ռետրո երգեր եմ լսում Դե իհարկե դե որ գնում եմ ինչ որտեղ ու ինձ այնքան ու անընդհատ լսվում է զգացել ես Իհարկե Իսկ ես նոր իհարկե ռետրոները ադի դեպ ոչ միայն երգեր եւ ֆիլմերը եւ երգերը եւ ամեն ինչ որտեղ մենք նայ սովետական ժամանակաշրջանում մենք ունենք հայկական էստրադա հայ էստրադա կար որ երգերը
Երկեր էին, դες ոչ տարբերվում են։ Եվ իհարկե դրա հետ մեկտեղ հիշում ես մենք նաև այդ 6-8-եր կային նաև լսում ենք։ Այդ ամեն ինչը կար։ Իր տեղը տեղին կար, իսկ կար հայկական էստրադա, կար 6-8 ամեն ինչը կար։ Հիմա ամեն ինչ խառնվել է, չես իմանում։ Խառնաշփոթ է։ Խառնաշփոթ իրավիճակ է։ Պատրաստ ենք։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Արտավազդ Դամիրյանի հետ սկսում ենք մեր խաղը փոքրիկ, փորձում ենք գուշակել երգի բառերը եւ այսպես սիրով լսենք առաջին երգի հատվածը։ Քեզ հենթին աման սիրում եմ, սերը իմ սրտում պահում եմ, ժամանակը գա կասեմ ամենը, չեմ ուզում եշտապել, դեռ կարող եմ սպասել, ինձ դժվար է քեզ կորցնելը, սիրելիս, դե նայիր դու առաջինը աչքերիս, սիրելիս, դե նայիր դու ճանապարհիս, սիրելիս, դե նայիր դու մամայիս, եւ սիրելիս, դե նայիր դու նայ ես գնամ կոֆե դնեմ։ Շատ դեպքում է շատ տեղին է, էլի։ Շատ ինձ վերջին տարբերակը շատ դուրս եկա։ Դու նայ ես գնամ կոֆե դնեմ։ Շատ լավ է։ Բայց իրականում դու նայիր աչքերիս, ես երգը շատ լավ գիտեմ, եթե չեմ սխալվում, Մհեր Արմենիա, Մգեր Արմենիա։ Չէ, կարծեմ ես երգը երգում էր Արմոն։ Հա? Արմոն չէ երգում, կարող է սխալվում։ Դու աչքերիս, ինչքան գիտեմ, եթե չեմ սխալվում, Մհերն էր։ Կարող է։ Սիրելիս, դե նայիր դու աչքերիս։ Մի խոսքով մաման չենք նայում, էլ կոֆե չենք նայում։ Մամային էլ լավ է։ Այդ բանն էլի, բայց որ գալիս են, մի անգամից այսպես մինյուն վերցնում են, նայում են, ինչ եք դուք ուզում ընտրեք բան, դուք նայեք, ես գնամ։ Չէ, ճիշտ է։ Չեք նայ։ Սիրելիս, դե նայիր դու աչքերիս այս տարբերակը ընտրեց Արտավազդը, մենք լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Քեզ հենթին աման սիրում եմ, սերը իմ սրտում պահում եմ, ժամանակը գա կասեմ ամենը, չեմ ուզում եշտապել, դեռ կարող եմ սպասել, ինձ դժվար է քեզ կորցնելը, սիրելիս, դե նայիր դու աչքերիս։ Այո։ Շատ ճիշտ, 1-0 մենք դուրս եկանք առաջ, մենք արջևում ենք, բայց երկու տարբերակ ունենք, այո, բայց երկու տարբերակ ունենք, պետք է փորձենք, պատրաստ ենք, իհարկե, խնդրեմ, երկրորդ երգի հատվածն ենք լսում։ Իմ հոգում այրվում է սերը, թող արձակվեն շղթաները, մեզ կապող, տես ինչպես եմ ես փոխվել առանց քո խոսքի, տես ինչպես եմ ես փոխվել առանց քո տեսքի, տես ինչպես եմ ես փոխվել առանց քո սիրո, եւ տես ինչպես եմ ես փոխվել առանց մեյքափի։ Բայց առանց մեյքափի ես օրինակ շատ եմ փոխվում երբեմն։ Դու։ Չէ, երբեմն տեսել եմ շատ։ Շատ ոնց է, հա։ Բայց ես իհարկե սիրում եմ երբ որ առանց մեյքափի են։ Ես էլ։ Հա։ Ես էլ։ Սիրունությունը մեյքափի մեջ չէ, երեք այդ մեյքափ անում եք այտենց ինչի համար, որ ինչ։ Վաղ առավոտը ուրեմն Վաղ առավոտը բոլոր առանց մեյքափ։ ոչ մեկին մեյքափով չտեսնեք։ Ինձ թվում է նախավերջին տարբերակը չէ՞ մի։ Քո սիրո։ Քո սիրո, իսկ քո խոսքի։ Դες ինչպես եմ ես փոխվել առանց քո խոսքի, որովհետև ամեն անգամ նրանց ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ, մեկ էլ տեսինք մի քանի օր գալիս ասում եմ ես քեզ չեմ սիրում եւ մենք առանց փոխվի կամ առանց քո տեսքի։ Դες ինչպես եմ ես փոխվել առանց քո տեսքի։ Չէ՞ դե։ Դա ինչ որ անհասկանալ է։ Այսինքն կամ քո խոսքի։ Չէ, հիմա կարող լինի տենց։ Հա, հիմա ամեն ինչ կարող է լինի, հա։ Մեկ այնպես բառեր ես լսում չես կարող։ Լա, հետո երբ որ սովորաբար միշտ ռիֆմա չի լինում, միշտ շարունակում են, չէ, լա։ Ոնց էլ չլինի կբռնի։ Պետք չի գա բառ։ Հոգնել են գրելուց, նա գրում են ինչ որ բան։ Ու անընդհատ կրկնվում է։ Անընդհատ կրկնում է, հա։ Ռիֆման,
Որ տարբերակը ջան։ Նախավերջին է, առանց քո սիրո, հա։ Քո խոսքի չենք ընտրում։ Չէ, քո խոսքին ինչ կապ ունի։ Տես ինչպես եմ Հա, քո սիրո։ Տես ինչպես եմ ես փոխվել առանց քո սիրո, այս տարբերակը ընտրեց Արտավազդ Դամիրյան, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք արդեն վերջին 3-րդ երգի հատվածին։ Խնդրեմ։ Իմ հոգում արվում է սերը, թողացել են շղթաները, մեծ կապով։ Տես ինչպես եմ ես փոխվել առանց քո սիրո։ Բրավո։ Երկուսը դու արդեն հաղթել ես։ Արդեն հաղթողի կարգավիճակում ես, հիմա պարզապես պետք է տեսնենք 3-0 թե 2-1։ Այո, բրավո։ 3 ես ինչպես միշտ ասում, 2-0 պրակտիկապես մեզ ոչ շատ քիչ է լինում, որտեղ միշտ կամ 2-0 պարտվում են կամ 1-1 է լինում, բայց սկզբում 2-0 եւ միշտ վերջում որոշում ենք 3-0 սուխո այո սուխո։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ 2-0 արդեն իսկ Արտավազդը հաղթում է, մենք պարզապես 3-րդ երգը միասին կլսենք եւ կտեսնենք, կգուշակենք ճիշտ տարբերակը, խնդրեմ։ Ու փորձեցի դարձնել ինձ սիրուկերի, մասնացարգերին իմ փորձերի, թե որոշես սիրել ուրիշի, ես էլ քեզ չեմ։ Թե որոշես սիրել ուրիշին, ես էլ քեզ չեմ սիրի, թե որոշես սիրել ուրիշին, ես էլ քեզ չեմ ների, թե որոշես սիրել ուրիշին, ես էլ քեզ չեմ ծեծի, թե որոշես սիրել ուրիշին, ես էլ քեզ չեմ կոնֆետ առնի։ Այսինքն խափում է կոնֆետով։ Սիրի, ների, ծեծի եւ կոնֆետ առնի։ Ես քեզ չեմ ների։ Ես չեմ ների։ Միանշանակ։ Թե որոշես սիրել ուրիշին, ես էլ քեզ չեմ սիրի։ Սիրի չէ։ Չէ, սիրին ռիֆմա էլ չի բռնում։ Դե ինձ ռիֆմա տենց չի։ Այ չէ։ Բայց ես որտեղ գտել ես երկերը։ Ես լավ երկեր են։ Ես չեմ լսել ընդհանրապես։ Ես գիտեի որ դու սա չես լսել դրա համար։ Այդ երկրորդը ներին։ Ես քեզ չեմ ների, հա։ Okay, ծեծելը չեմ։ Չէ։ Որտեւ տեսինք թե որոշես սիրել ուրիշին, ես էլ քեզ չեմ ծեծի։ Ծեծում, հա։ Հետո пастоրեն որոշում է սիրել ուրիշին, կոնֆետ առնում։ Ամենից մեծ մոտ ոնց է ծեծում են, հետո կոնֆետ են առնում։ Կամ ինչ որ միշտ հետաքրքիր գործողություն վերջում ծեծում են։ Չես գնում ոնց էլ ինչի համար որ չի համար էլի։ Ինչու արեցիր այդ գործողությունը։ Գործ հետո ծեծում է։ Հա։ Թե որոշես սիրել ուրիշին, ես էլ քեզ չեմ ների, այս տարբերակը ընտրեց Արտավազդը, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք առաջ։ Ու փորձեցի դարձնել ինձ սիրուկերի, մասնացարգերին իմ փորձերի, թե որոշես սիրել ուրիշի, ես էլ քեզ չեմ ների։ Այո։ 3-0 Սուխո։ Սուխո հաղթեց Արտավազդը, բրավո։ Այո, Արտավազդը շատ լավ։ Այո, այնուամենայնիվ երկիչ չլինելով, բայց տեսնում եք ինչ գերազանց իհարկե կարողացավ։ Շնորհակալ։ Այո, դե մենք այսօր իհարկե դեռ խոսենք այդ ամենի մասին, երկի վերաբերյալ։ Արտո ջան, հիմա կցանկանամ մի քիչ խոսենք փաստորեն բուրըն գործունեություն, հաղորդավար, այսպես տարբեր միջոցառումներ, իհարկե բիզնեսը։ Այո։ Համեղ ինչ կան առասարական էլի նոր նախագծեր, թե պարզապես էլ չես հասցնի երևի թե ինչ որ մի ուրիշ բան։ Չէ, ես էլի մի նոր գաղափարներ ունեմ։ Էլի իհարկե այդ նույն ոլորտի մեջ, որտեղ ոնց հասկանում եմ, ես ինձ այդտեղ ավելի լավ եմ զգում, ինձ ավելի կոմֆորտ է։ Եվ հերոստատեսային այդպես էլի կան նախագծեր, բայց շատ այդպես ներգրավվածությունս չեմ ժամանակի առումով չեմ հասցնում, հա, իսկ բիզնեսի մեջ այո կան որոշակի պլաններ, նախագծեր։ Այսինքն մենք իմանանք հետաքրքիր նոր Շատ շուտով, այո։ Շատ լավ, դե հուսով ենք իհարկե էլի համեղ բաներ է, չէ՞ լինի։ Միանշանակ։ Շատ լավ, դե սիրով կսպասենք անպայման, շատ լավ։ Դե քեզ իհարկե մաղթում եմ հաջողություններ, որովհետև իրոք տաղանդդ փայլում է եւ հեռուստատեսության մեջ եւ որպես հանդիսավար եւ իհարկե որպես խոհարար, դա բացահայտում էր իդեպ։ Բայց փոքրուց սիրել ես այդ խոհարարական բան, թե դա հետո միշտ սիրել ես փոքրուց։ Այդպես այնուամենայնիվ ես գտնում եմ, որ մարդ ինչ-որ մի բան սիրում է, մեկը չի շարունակում դրանով, բայց մեկը գտնում է իրան ճանապարհը։
Ինչ որ միտեղ մի ձև վերարտադրում է, էլի։ Հա, որովհետև ես հա փաստորեն էլի նույնպես ցանկանալով փոքրուց այս աշխարհի հետ կապ ունենալ, բայց այնուամենայնիվ ինչ պատճառներով չկար։ Մեկը միևնույն է բերեց ժամանակ ինձ գցեց։ Բայց ի՞նչն է Արմեն պատճառը, որ մենք միշտ ինչ որ միշտ այն ինչ որ մենք երազել ենք, մենք ուզել ենք, հա, հիմա իմ պարագայում, քո պարագայում ստացվել է, որ մենք եկել ենք այստեղ, բայց շատերի մոտ ինչ որ կիսատ բան են մնացել, չէ՞, մեկը ուզեցել է օրինակ լավ գիտարիստ դառնա, չի եղել, որովհետև ծնողները այն ժամանակ պոլիտեխնիկ ինստիտուտ, ես կարծում եմ, որ պետք է անպայման ծնողները ուշադիր լինեն։ Հա, էլի։ Որովհետև եթե մի քիչ դա բազմից ասում եմ Արտո ջան, իհարկե պետք է ծնողները տեսնեն, եթե երեխայի մոտ դա լավ է ստացվում, հա, ինքը լավ է գիտա, ինքը լավ է խոհարար, դա պետք է այդ գծով անպայման չէ, որպեսզի ինքը ձեր ուզած մասնագետը դառնա, որովհետև այն կարևորը ինքը դառնա լավ մասնագետ, լավ պրոֆեսիոնալ այն ասպարեզում, որ ինքը տեսնում է։ Ճիշտ է։ Եվ իրոք, հա, դա շատ կարևոր է, այստեղ ծնողների ինձ թվում է գործոնն է, որովհետև բայց դե հիմա տես, փաստորեն այնուամենայնիվ օրինակ մեր ծնողները չեմ ասում խանգարել են մեզ, չեմ ասում խանգարել են, բայց ամենապես ուղղությունը պետք է տային, մեզ ուղղակի այսպես ստացվեց, որ ժամանակը բերեց այս գծից։ Ճիշտ է։ Այնպես որ սիրելի ծնողներ միշտ հետևեք ձեր երեխաներին, ձեր փոքրիկներին, եթե անպայման ունեն այդ տաղանդը շարունակեք, օրինակ ես Արտո իսկ քո հրաշալի 4 բալիկներ, դա լսի 4-2 Երկու տղա, երկու աղջիկ։ Այդ դրախտն է։ Այդ է, հա, այդ։ Չէ, դա դրախտն է։ Երկու տղա, երկու աղջիկ, կարծում եմ այդ այնա, որ ուղղակի երազանք է, երկու տղա, երկու աղջիկ։ Մեծը հիմա ինչքան է։ Մեծը 10 տարեկան։ Մեծը 10 տարեկան, փոքրը։ Փոքրը ամենափոքրը 2 տարեկան։ Այսինքն դες պատկերացրու ինչ 10 տարի, այսինքն տարբերությունն է շատ, չէ՞, էլի։ Հա, 10, 6, 4, 2։ Ինչ լավ է։ Ամեն 2 տարի։ Իսկ ո՞րն է մեծը աղջիկ։ Մեծ աղջիկ, հետո էլի աղջիկ, հետո տղաներն են գալի։ Բրավո։ Գազանիկները։ Արտո ջան, ես իրակ մաղթում եմ քո երեխաներին, անհոգ մանկություն, որտեղ 4 երեխա դա բրավո եմ ասում եւ անպայման լավ մասնագետներ դառնան։ Այ հենց այդ է, ես միշտ մտածել եմ։ Ինչ որ մի բան արդեն կա, թե դեռ հələ մեծ աղջիկս թենիս, մեծ թենիսի արդեն բավական երկար ժամանակ 6 տարի է պարապում է մեծ թենիս, մրցումներ, տարբեր տեղեր, տարբեր քաղաքներ։ Նո սիրում է ամենայն դեպս, բայց էլի մենք հիմա տես որպես ծնողներ ասում ենք դե լավ, դե սպորտը հասկացանք, բայց հա դարձի, բայց ինքը շատ է ուզում այդ ոլորտում։ Տեսնենք հիմա առանձին այդպես մասնագետներով Դե տես հա ինքը որովհետեւ չէ, դե հիմա ամենապես մեծ թենիսը դա բավականին մեծ սպորտ է։ Հատկապես այստեղ էլի Միացյալ Նահանգներում։ Իհարկե նախ մեծ գումարներ Այո, իհարկե մեծ ներդրում են նույնպես պահանջում, որովհետեւ դա այն սպորտաձևն է, որ դու պետք է լավ ներդրումներ անես, ուզես թե չուզես։ Այո։ Բայց եթե իհարկե երեխային մոտ լավ ստացվում եմ, կարծիքով պետք է շարունակել։ Շատ լավ։ Արտո ջան, եւ մեր հաղորդման վերջում, այ հիմա բացենք մի քիչ փակագծեր։ Ինչու մենք խաղացինք երգ, ինչու այդ ամենա։ Հիմա երկի չլինելով բացարձակ հարտավազդ երկի չլինելով, բայց հիմա մի փոքրիկ խնդրանք իհարկե քեզ, ես խնդրանքով եմ դիմելու, այս խնդրանքով միշտ դիմում եմ երկիչներին։ Ովքեր մեր հյուրն են լինում, խնդրում եմ մի փոքրիկ երգով, որպեսզի մեր հեռուստադիտողները երգեն եւ մենք այսպես ավարտենք մեր հաղորդումը։ Հիմա Արտո ջան, քեզ նույնպես այդ խնդրանքով եմ դիմում։ Ես գիտեմ, որ անակնկալ է քեզ համար դու երգիչ չես, բայց արի փորձենք այս տաղանդն էլ գուցե վաղը մյուս օր Համաշխարհային ուրեմն Արտավազդ Ամիրյան ասի իմ առաջին այսպես քայլը որպես երգիչ եղել է այս հերոստանգերություն NJ հերոստանգերություն Արմենիան 5 հաղորդման ընթացքում չի բացառվում փորձենք այս տարում ամեն ինչ հնարավոր է Ես քեզ ընդամենը մի 2 րոպե ժամանակ տամ դու պատրաստվես, հավաքվես, մինչ այդ ես մեր հովանավորները մեկ անգամ եւս նշեմ եւ շնորհակալություն հայտնեմ աջակցության համար, այնուհետեւ սիրով կլսենք Արտավազդ, ես քեզ կօգնեմ մի այդքան մտածել։ Բայց երգը կա, ուզում եմ ասել։ Չէ, երգ չկա, տենց պիտի երգ։ Տենց պիտի երգ։ Հա, տենց պիտի երգ։ Չգիտեմ ոնց կստացվի, ինչ կստացվի, բայց կփորձենք ամենայն դեպս։
Սիրելի հեռուստադիտողներ, Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր, դիմեք 911 Detox Center եւ անպայման հարցերը կլուծվի եւ մասնագետները կվերադարձնեն լիարժեք կյանքի հեռախոսահամարն է 409 9000 Ձեր հանգստյան օրերը ցանկանում եք լավ անցկացնել, առողջարար անցկացնել, ապա անպայման այցելում եք Lido Pubs Resort and Spa հյուրանոցային համալիր, որովհետեւ համարներ շատ հարմարավետ համարներ, իհարկե առողջ լողավազաններ տաքանքային ջրով, այս ամենը իհարկե նպաստում է, որպեսզի ձեր հանգիստը անցկացնել լիարժեք եւ վայելեք այդ իրոք ձեր հանգիստը Lido Pubs Resort and Spa հյուրանոցային համալիրում հեռախոսահամարն է 760 329 6033 Դե եւ այսպես սիրելի հեռուստադիտողներ պատրաստ ենք արդեն բայց երկը դու պիտի ընտրես թե Չէ, դու ընտրի, ես կփորձեմ օգնել։ Մի հատ տենց արի, մի հատ, չգիտեմ, հիմա առաջ անգամ էսպես ասեմ, քեզ իմպրովիզ, դե դու հաշվանոր այսպես կավեն հետ կապ ունեցել ես մենք որպես կավենշիկներ, չնայած շատերը, դե կավենշիկները բան, բայց տենց ուղակի ասողներ են։ Իրանք ուղակի դրա միջով չեն ասել, դրա համար այդ կավենշիկները չեն կարողացել նույնիսկ մոտով անցնել, չեն կարողացել համաձայնել։ Մենք կավենի ժամանակ իհարկե իմպրովիզացիա գիտես որ դա մեծ սովորական բան է հիմա այդ նեղ վիճակում հայտնվելուց տակից դուրս գալը հիմա ոնց որ կամա թե ակամա ես իմ ընկերներին չեմ ուզում իհարկե այսպես տակից դուրս գալու վիճակի մեջ գցեմ բայց անամենայնիվ մի փոքրիկ առաջադրանք քեզ իմանալով որպես հին կավենի դու կարծում եմ կկարողանաս ես էլ փորձեմ քեզ օգնել եթե կկարողանամ ուղղակի եթե ես երկեմ ավելի վատ կստացվի քո երգը Չէ, երկուսը վատ երկենք երկուսը միասին Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, առաջին անգամ հեռուստատեսային ոլորտում Արտավազդ Դամիրյանը հատուկ ձեզ համար ուղիղ եթերում արդեն չենք երգելու Պիտի մտածել Դե մտածում Ինչ կարելի է Հայկական, հայ է։ Հայկական, ինչ ուզես, կարանք հայկական, կարանք ուրիշ մի բան։ Բան։ Դե լավ մի բան դու ասա երկենք։ Մի որը։ Ես չգիտեմ։ Դե արի օրինակ, չգիտեմ, որի։ Անի օրինակ Երևանի սիրուն աղջիկ։ Շատ լավ։ Երևանի սիրուն աղջիկ։ Շատ լավ։ Ընդհանրապես մտքեր։ Եվ այսպես ակապելլա Երևանի սիրուն աղջիկ Արտավազդ Դամիրյան։ Նվիրվում է բոլոր սիրուն աղջիկներին։ Սկսեմ։ Այո։ Երևանի Սիրուն աղջիկ, ունքերդ կամար, հաստատ գիտեմ, որ ծնվել ես, Արմենի համար, գինին ձերքիդ, անուշ թասով, քեզ եմ ես կոչում, արինազով, արիսազով, ինչ ես ինձ տանջում, Ինձ պես անուշ սիրուն յարուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդում ես Բրավո, այսպես սիրելի հեռուստադիտողներ, բրավո ասում ենք Արտոյին Երկը նվիրում է բոլոր սիրուն մեր հայ սիրուն աղջիկներին, մեր հայ սիրուն կանանց բոլորին Իսկ Արտո ջան, շնորհակալություն եմ հայտնում քեզ անկեղծ, հաճելի, լավ հարցազրույցի համար եւ կարծում եմ դեռ շատ ու շատ առիթներ կունենանք Քեզ մաղթում եմ հաջողություններ քո այդ բոլոր գործերում, որ դու բիզնեսներում եւ դա երոք մեծ հաջողություններ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ բոլորիդ այն հեռուստադիտողներին, ովքեր դիտում էին մեզ AMG-ի ուղիղ եթերում, իդեպ ուղիղ եթեր է ժամին եւ իհարկե ձեզ հաճելի ու հետաքրքիր հյուրեր։ Շնորհակալություն ձեզ էլ։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ մենք արդեն կհանդիպենք հաջորդ 5 շաբթի, ինչպես միշտ ժամը 22:30 AMG հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center
Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։